Մեր այսօրվա քննարկվելիք թեմայից դուրս մի հարցով եմ ուզում սկսել, որովհետև վերջին օրերին շատ են այդպիսի հաղորդագրություններ գալիս, ուսումնասիրություններ, որ ժողովրդավարությունը մեր երկրում որոշակի նահանջ է ապրում։ Դուք ինչ կասեք այդ մասին։ Նա նոր չի։ Նոր չի։ Այո, իհարկե նոր չի։ Եվ խոսքի ազատությունը, եւ քաղաքական հետապնդումները, եւ քաղաքական նպատակով ճնշումները, ու դա եւ թիմերի մակարդակում եւ մնացած այսինքն մեր ազատության վրա հիմա որևէ մեկը կարող է ազդել խոսքը։ Չէ, դե խոսքի ազատությունը այն աստիճան չի ճնշված, ինչպես օրինակ, չգիտեմ, Ռուսաստանում, բայց միտում կա, այսինքն դա միայն ուղիղ ազդեցությունը չի, հա, երբ որ դու տեսնում ես դեպքեր, երբ որ մարդկանց ոստիկանությունում ծեծի են ենթարկում, դու ինչ որ բան ասելուց առաջ սկսում ես մտածել։ Իհարկե ես չեմ ողջունում հայ հոյախոսությունը, բայց մյուս կողմից այդ դրսևորումներն էլ բռնությունը, օրինակ ոստիկանությունում, դա ժողովրդավարության դեմ ոտնձգություն։ Խոսքը թարմ դեպքերի մասին։ Այո, վերջին դեպքերի, բայց դրանք էլի են նման խոսակցություններ եղել։ Դրանք եք հիմք ընդունում ժողովրդավարության նահանջ։ Չէ, նայեք, նահանջը օրինակ 18 թվականի իրադարձություններից հետո ակնկալվում էր, որ քաղաքական դաշտը կկայանա որպես ինստիտուցիոնալ միջավայր կուսակցությունների համար եւ ժողովրդավարության դրսևորում էր այն, որ ժողովրդի համախմբմամբ ինչ որ մի ուժ, հա, եկավ իշխանության եւ այդպես փողոցից վարչապետ ընտրվեց։ Դա ոչ թե ժողովրդավարական ինստիտուցիոնալ դրսևորում էր, այլ բռնապետական համակարգի կազմաքանդման նախանշաններ էին։ Եվ այս ուժից պահանջվում էր այդ տենդենսը շարունակել, այսինքն ժողովրդավարացման գնալ։ Ինչ որ մի փուլում, քանի որ այդ ավտորիտար համակարգը մնացել էր այսպես կոչված առանց գլուխ, թուլացավ եւ ժողովրդավարության էլեմենտներ սկսեցին ի հայտ գալ։ Բայց քանի որ ինստիտուցիոնալ փոփոխություններ չարվեց գործող իշխանությունների կողմից, եւ դրանցից մեկը քաղաքական դաշտի առողջացումը պիտի լիներ, ապա համակարգը ինքնաբերաբար սկսում է փակվել եւ գնալ իր տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ, որ ինքը ի սկզբանե հիմնված է եղել նախորդ իշխանությունների կամ ղեկավարների կողմից։ Բոլոր օղակներին է վերաբերում դեր ասած, հա։ Դե դատարան, դատախազություն, ոստիկանություն, հա, այդպես դժվար է ասել ինչի հետ ենք համեմատում, հա, այդ նահանջ ասվածը եւ գուցե օրինակ 2000 թվականների համեմատ նահանջ չի, դեռ տեղ կա, բայց 18 դատարանում կարելի է կաշառքով գործ փոխել, սարքել։ Ես հիմա կդժվարանամ ինչ որ բան պատասխանել, որովհետեւ կարծում եմ այնպես չի, որ մասսայական բնույթ է կրում ինչպես առաջ էր, բայց ես վստահ եմ, որ այնպես էլ չի, որ առանց կաշառքի է ամեն ինչ արվում։ Լավ։ Հիմա գանք օրվա կարևոր թեմային, դա հայ-ադրբեջանական հաշտությունն էր, հայտարարված հաշտությունը, ինչ է փոխվում դրանից հետո։ Դե նախ դա պետք է լինի, հետո նոր խոսենք փոխվելու մասին։ Ես դեռ խիստ կողմերը հայտարարում են վերջ, բանակցել ենք, ավարտել ենք։ Չէ, բայց կողմերից մեկը արդեն որ երրորդ օրն է բարբերաբար հայտարարում է, որ Հայաստանի կողմից կրակում են իր վրա։ Ահա, դա հաջորդ հարցն է։ Ինչու՞։ Դե որովհետև դեռևս չի վերջացել կոնֆլիկտը։ Ինչու է անում, ինչ է տալիս դա իրեն։ Նա ես կարծում եմ Ադրբեջանի համար Հայաստանն էլ ասում է մի ապացույց ցույց տվեք, որ մենք Հայաստանը պաշտպանվողի դիրքում է եւ արդեն 30 տարի։ Իմիջիայլոց եվրոպացի դիտորդներն են նույնը ասում, որ իհարկե հանգիստ է։ Հայաստանը, ինչպես ասացի, պաշտպանվողի դիրքում է։ Ադրբեջանը ուժի դիրքերից փորձում է Պաշտպանողը կրակում է հիմա ուժի դիրքում։ Ադրբեջանը փորձում է ուժի դիրքերից սադրանքների, ստի, կեղծիքի, ապա տեղեկատվության
եւ այլ մեդիա եւ ոչ մեդիա դիվանագիտական եւ այլ գործիքներ օգտագործելով Ում համար իր համար ինքը փորձում է ավելի շահեկան դիրքերում կնքել հնարավոր պայմանագիրը կամ չկնքել, եթե դա իր շահերից չի բխում, եթե ես կարծում եմ իր շահերից բխում է ոչ թե պայմանագիր կնքելը, այլ Հայաստանին անկայուն վիճակում պահելը։ Ինչքան շատ եւ երկար պահի Հայաստանին անկայուն վիճակում, այդքան իր համար դա թե ներքին առումով, այսինքն ներքին համախմբման տեսակետից եւ թե արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի հանգամանքը շահարկելով Եվրոպայի հետ, ԱՄՆ-ի հետ, Թուրքիայի հետ, այսինքն ոչ մի արժեք չունի Բաքվի եւ Երևանի հայտարարությունները, որ ավարտել են բանակցությունները եւ եկել են համաձայնության։ Ամեն պահի կարող է ուրիշ բան տեղի ունենալ։ Նայեք, ամենաաննշան հայտարարությունը նույնիսկ օրինակ ինչպիսին բարբերականություն կրող այդ հայտարարությունն է, որ Հայաստանը կրակել է Ադրբեջանի վրա, նշանակություն ունի։ Այլ հարց է այդ նշանակությունը ինչքանով է արժեքավոր։ Ես կարծում եմ այն խաղաղությունը, որը ակնկալում ենք մենք որպես ժողովուրդ, հայ ժողովրդի մասին է խոսքը, ինքը չի լինելու այդպիսին, ինչպիսին մենք ուզում ենք։ Ինչու չի լինելու, որովհետև մենք ունենք երկու ճանապարհ, կամ դեմոկրատական ազատ պետություն ստեղծել, կամ գնալ ավտորիտարիզմի հետքերով, ինչպես Ադրբեջանն է։ Ադրբեջանի հետ հարևանություն անել եւ Ադրբեջանը այդ ուղղությամբ այնքան է գնացել։ Այո, դե մենք չենք հասնի, հա, իհարկե, եւ ռեսուրսների առումով էլ մենք չունենք դրա հնարավորությունը, այսինքն դա կործանման հավասար է, իսկ Ադրբեջանի հարևանությամբ եւ Թուրքիայի եւ Իրանի հարևանությամբ ունենալ ժողովրդավար պետություն, դա մարտահրավեր է բոլոր կողմերին։ Եվ հետևաբար ասել, որ մենք Ադրբեջանի հետ կնքելու ենք խաղաղության պայմանագիր եւ ամեն ինչ ինչպես հալած յուղի պես գնալու է, այդպես չի։ Պետությունը մի գործիք է, մի համակարգ է, որը անընդհատ պայքարի մեջ է եւ դրացիների եւ օտարների հետ եւ հարևանների հետ եւ հեռավորների հետ միշտ կան շահեր, միշտ կան հետաքրքրություններ, կան ռեսուրսներ, որոնց ցանկանալու են տիրել եւ հակառակ, այսինքն եւ թշնամի պետությունները եւ բարեկամ պետությունները եւ այստեղ ասել, որ հիմա մենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ենք կնքելու եւ վերջ կարող ենք հանգիստ ճնչել ու ապրել ինչպես օրինակ սովետական միության այդ սառը պատերազմի խաղաղ տարիներին հնարավոր բայց կնքելն ու չկնքելը նույն բանը չեն։ Իհարկե նույնը չեն։ Ինչ որ բան փոխվելու է, բայց այդ ինչ որ բանը առանձնապես մեծ նշանակություն չի ունենալու։ Հիմա եթե օրինակ մենք որպես պետություն չենք կարողանում այնպիսի վնասակար, այնպիսի վտանգավոր պրոյեկտը, ինչպիսին Ամուլսարի շահագործումն է, կանգնեցնել եւ արտաքին ուժերի ազդեցության տակ կամ խելապակաս լինելու բերումով այդ պրոյեկտը իրականացվում է, այդ կապ չունի, դու դա անում ես քո կամքով, որովհետև տգետ ես, թե դու դա անում ես արտաքին ուժերի պարտադրանքով, որովհետև տված վնասը քո բնակչությանը դարերով լինելու է նույնը։ Եթե Ամուլսարը վնաս է պատկերացնում։ Եթե չէ, վնաս է եւ դա ապացուցված է բազմաթիվ ուսումնասիրությունների բերումով։ Ես ուզում եմ ասեմ, դա Ադրբեջանը կշահագործի, Ռուսաստանը կշահագործի, Ամերիկան կշահագործի, թե ով կշահագործի Հայաստանի տարածքում կամ Հայաստանը ում պարտադրանքով կամ խնդրանքով կշահագործի, բացարձակ տարբերություն չկա։ Մենք որպես պետություն կայանալու խնդիր ունենք եւ այդտեղ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կա թե չկա, մեծ բան չի փոխելու։ Ուրիշ ուղղությամբ են գնում, բայց ես իմ կարծիքը ասեմ եւ անցնենք։ Իսկ եթե Ամուլսարը շահագործվում է հանուն Հայաստանի անվտանգությանը, կա այդպիսի տարբերակ։ Ոչ, չկա։ Նայ, բոլոր պետությունները արտաքին British Petroleum-ը ծառայել է Ադրբեջանի անվտանգությանը։ Նայեք, Ադրբեջանի նավթը չի տալիս Ադրբեջանին այնքան վնաս եւ բերում է անհամեմատ ավելի մեծ օգուտ, որը եւ British Petroleum-ին է բավարարում եւ Ադրբեջանի իշխանություններին։ Ամուլսարի դեպքում
ընդհանրապես համեմատելու չի։ Նրա տված վնասները չասեմ միլիոնավոր, բայց 100,000 անգամ ավելի շատ են լինելու, 500 տարի մեր ջրերն ու օդը թունավորվելու է այդ փոշուց ու այդ թթվային դրենաժից։ Համեմատել եւ ասել, որ այնտեղ շահագործել են, մենք դրանով անվտանգություն ենք ապահովում, 10 տարվա պաշար կա ընդամենը, 10 տարի հետո մենք ուղղակի ստիպված ենք լինելու լքել այդ տարածքները։